Պատերազմում ոտքերը կորցրած երիտասարդները, ովքեր նախկինում ստացել էին առաջին կարգի հաշմանդամությունն, այսօր հաճախ հայտնվում են երկրորդ կարգում։ 5 տարի առաջին կարգի հաշմանդամություն ունեցող տղաներից մեկը, ով պարաբասկամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն է, 2 ոտքն ամպուտացված զրկվել է առաջին կարգից, քանի որ հանձնաժողովը հաշվի առել նրա սպորտային պատրաստվածությունը եւ հաղթանակները։ Մարզիկը դժգոհել է, նրան պարզաբանել են, որ մարզումները բարձրացնում են ֆունկցիոնալ կարողությունը, հետեւաբար կարգը իջեցվել է երկրորդի։ Օրինակի համար նույն անդամահատված ոտով օրինակ մեկին կարող է փորը հաշմանդամություն առաջին, նույն անդամահատված ոտքերը կարող են տալ ծանր հաշմանդամություն, երկրորդ այսինքն հաշմանդամության խումբ, որովհետև ինքը կարողանում է դա անել, մյուսը չի կարողանում անել։ Ֆունկցիոնալ կարողությունների գնահատման հիմքում դրվում է հանձնաժողովի եզրակացությունը, ասում են սոցիալնախարարությունից։ Բժիշկներն ուսումնասիրում են, թե մարդը որքան ունակ է լիարժեք մասնակցելու հասարակական կյանքին։ Գնահատման առանցքային սկզբունքն այն է, որ նա ոչ թե կրում է որոշակի սարք, այլ այն, թե դրա շնորհիվ որքան է բարձրացել դրա ֆունկցիոնալությունը, որքան են ընդլայնվել ինքնուրույն գործելու, հասարակական կյանքին մասնակցելու եւ համայնքին լիարժեք ինտեգրվելու կարողությունները։ Անհրաժեշտ ենք համարում հստակ արձանագրել, որ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի փոփոխությունը որևէ կերպ չի նշանակում քաղաքացու իրավունքների, սոցիալական երաշխիքների կամ պետական աջակցության կրճատում։ Տվյալ դեպքում ծանր աստիճանի ֆունկցիոնալ սահմանափակման պարագայում տրամադրվող հաշմանդամության նպաստի չափը չի տարբերվում խորը սահմանափակման դեպքում տրամադրվող վճարից։ Կարգը վերականգնելու նպատակը ամենևին էլ փողը չէ, քանի որ սա ոչ թե փողի, այլ արդարության հարց է, ասում է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահը, քանի որ զինապահ հիմնադրամից վճարվողների գումարը պահպանվում է, անգամ եթե կարգն իջնում է։ Չնայած նա այնքան էլ վստահ չէ, որ օրենքը հետագայում չի փոխվի։ Միայն խնամատարության հետ կապված է մի փոքր տարբերություն լինում, իսկ նրանցից շատերը խնամակալի կարիք ունեն։ Փողոցի ճանապարհն է իրեն դուր գալի, խմում է, ծխում է, բնական է իր մոտ անտիֆունկցիոնալ գնահատում անցնելուց լինելու ավելի թույլ մկաններ, ավելի վատ է լինելու։ Այսինքն դուրս է գալի այդ մարդը ստանում է առաջին խումբ, իսկ ով որ բնապարը անդրում հետևում է իրան, իջնում է երկրորդ խումբ կամ երրորդ խումբ։ Խնդիրը օրենքի հետ է, ասում է Ստեփանյանն ու հավելում. տղաները պարապում են, Հայաստանի անունը բարձրացնում միջազգային մրցաշարում, իսկ օրենքը համակարգը պետք է չփոխի նրանց սոցիալական պաշտպանության մակարդակը։ Կարգը փոխելիս խրախուսելու փոխարեն հաճախ անտեսվում է այն փաստը, որ շատ տղաներ կարիք ունեն խնամքի, աջակցության եւ սոցիալական ինտեգրումը նրանց համար հաճախ ավելի դժվար է դառնում։ Մայիսին այս նույն մարզիկը նորից կներկայացնի Հայաստանը Եվրոպայի առաջնությունում, բողոքարկել է կարգի համար, ուզում է կրկնակի զննություն անցնել։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։